հունվարի 1-ից նախատեսվում է այսպես առողջապահության հարկ մտցնել, որը եւս անտրամաբանական է, ըստ էության դառնում է նպատակային հարկ, մոտավորապես տարվա կտրվածքով գալիս է 130,000 դրամ, եւ յուրաքանչյուրը ստիպված են կլնելու մոտ 10,000 դրամ, 11,000 դրամ լրացուցիչ գումար վճարել մեր աշխատավարձից։ Խոսքը առողջապահական ապահովագրության Դա ըստ էության նպատակային հարկ է, ինչ էլ ուզում ենք անունը դնենք, նպատակային հարկ է։ Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության շրջանակում չկա նպատակային հարկ։ Նույն տրամաբանությամբ կարող են հարկ դնել ծառերի համար, հարկ դնեն, չգիտեմ, փողոցների համար եւ այդպես շարունակ։ Բավական լուրջ հարցեր առաջանում նաև այն մարդկանց դեպքում, երբ որ ունեն ապահովագրություն արդեն, օրինակ մասնավորից ապահովագրությունն է։ Հիմա ստացվում է մասնավոր ապահովագրականներին մենք ամեն ամիս 10,000 դրամ տալու ենք, հիմա այդ 10,000 դրամը պետք է պետությանը տանք։ Եվ մասնավոր թե պետությունը ինչ ծառայություններ կմատրուցի անհայտ է, այսպես ասած, ով ինչպես կարվի։ Իսկ մասնավոր ապահովագրականից եթե օգտվում ես, դու լրացուցիչ ծառայություններից ես օգտվել, որը եւս այսպես բավականին հարցեր կա։ Այսինքն մենք ունենք բավականին մտահոգիչ իրավիճակ 26 թվականի այս նույն այսպես առողջապահության ապահովագրության մասով, որոնք լուծված չեն։